Հովհաննիսյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, արդեն ամեն շաբաթ ավանդույթի համաձայն ձեր խոստեք փոխանցելու մեր տաղավարից եւ այսպես հետագում այս կադրն է վերջերս Փաշինյանը Դուշանբեում թվեր էր ներկայացնում, ինչին հակադարձեց Ռուսաստանի նախագահը շատ կարճ. Так или иначе, разговариваем на этот счет. На мой взгляд, это выгодно, экономические выгоды дает, больше рынки открывает, как минимум, создает больше условий для кооперации, а в конечном счете это полезно. Вот это просто полезно, точно совершенно. Ну вот, правда, конъюнктура сегодняшнего дня сложилась особым образом, но вот у нас с Арменией, сколько сейчас товарооборот выскочил? Товарооборот с Арменией сейчас какой? В этом году уже 4 миллиарда. Сколько? 4 миллиарда. Нет, больше. В этом году. Да. Больше? В прошлом году было примерно 9 миллиардов. Больше. В прошлом году было больше. И в этом году будет больше. Может быть, 12. Խնդրեմ, այս թվերից դուք ասացիք աշխատել եք բավականին եւ թվեր եք առանձնացրել, համեցեք. Գիտեք, չխոսենք նրանից, որ Դուշանբեում բոլոր նախագահների, երկրի ղեկավարների մոտ Նիկոլ Փաշինյան ծաղրի առարկա էր եւ բոլորը անգամ օրինակի համար Ալիևը երբ մուտք է գործում բոլոր ղեկավարների դիմավորում են ասում են ագզի Փաշինյան, ոնց որ Փաշինյանին համարում են Ալիևի շունը, որ պետք է վզից բռնած բերեր այդտեղ։ Երկրորդը Երբ Լուկաշենկոն ասում Փաշինյանը մեզնից ոչ միտեղ չի կարող փախչել, նա նույնպես վիրավորանք է մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի հասցեին։ Բայց Մարիամ ջան, ամենամեծ վիրավորանքը այն է, որ երկրի ղեկավարը գնում է միջազգային հանդիպման, տնտեսական համագործակցության խորհրդի միջազգային հանդիպման է գնում եւ այնքան անգրագետ, ոչ կոմպետենտ ինստիտուցիոնալ առումով այնքան ոչնչություն է, որ չգիտի իր երկրի միջազգային առևտրաշրջանառությունը կարևորագույն ամենամեծ առևտրաշրջանառության զուգընկերոջ հետ։ Տեսեք, ասում է այս տարի 24 թվականին, 25 թվականին մեր ապրանքաշրջանառությունը հոկտեմբեր ամսվա դրությամբ 4 միլիարդ է։ Մինչև երբ բարձում ենք տվյալները ֆինանսների նախարարությանը, Արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալներին 2024 թվականին ապրանքաշրջանառությունը կազմել է 7 միլիարդ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այն ներկայացնում է 4 միլիարդ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չգիտի ինչ է կատարվում իր երկրի հետ։ Եվ եթե ինչ որ մի նիկոլական, երբ Սուքասյան գրզոն ասում է պետություն ենք ստեղծելու, տնտեսություն ենք զարգանում, քո երկրի ղեկավարը չգիտի տնտեսական տվյալները, ապրանքաշրջանառությունը, ամենավիրավորականն այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ծաղրում է մեզ Նիկոլ Փաշինյանի դեմքով, ցույց տալու թե ինչքան անգրագետ ես։ Նիկոլ Փաշինյան 2024 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 12 միլիարդ դոլար, ոչ 9 միլիարդ դոլար։ Եվ դա ամենտեղ կա, բացեք ցանկացած ինտերնետ խփեք Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության ապրանքաշրջանառություն 24 թվին ես ձեզ տալիս է այդ թիվը։ Բացեք ֆինանսական նախարարության հաշվետվությունը բաց տալիս է այդ թիվը։ Կենտրոնական բանկի հաշվետվությունը տալիս է այդ թիվը։ Վիճակագրական տվյալներ բացեք տաս, դու այնքան անգրագետ ես Նիկոլ Փաշինյան, այնքան ոչ կոմպետենտ ես։ Որ չգիտես, թե քո ապրանքաշրջանառություն երկրի, գիտես ինչքա առավոտյան ապուշի նման նկարվելով եւ ժողովրդին իբր թե սողալով ոչինչ չես կարող տալ։ Դու անգրագետ ոչնչություն ես, Նիկոլ Փաշինյան։ Դու չգիտես, որ 2024-25 թվականի հոկտեմբեր հունվար ամիսներին 7 միլիարդ ապրանքաշրջանառություն ես, ներկայացնում ես 4 միլիարդ։ Դու այդքան անգրագետ ես։ 4 միլիարդը 2025 թվականի հունվար-հուլիս ամսվա ապրանքաշրջանառությունն է։ Իսկ հուլիսից հետո եղել է օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր։ Դու չես տիրապետում թվերին։ Դու չես տիրապետում, որ 12-25 թվականին 12 միլիարդ է եղել ապրանքաշրջանառությունը, ոչ, իհարկե միլիարդները քեզ համար ինչ, դու այնքան ես թալանում, որ միլիարդները քեզ համար ինչ։ Եվ այս կոնտեքստում
Եվ Նիկոլ Փաշինյանի կողմնակից կոչեցյալ անուղեղ ոչխարները ներկայացնում են ինչ-որ մի դրական բան, ուզում ես նայել իրանց աչքին եւ ասել. դուք լսել եք այդ ոչ կոմպետենտությունը։ Թե միայն դուք զոմբի ինքնասպանի նման մինչև վերջ պաշտպանում եք Նիկոլին եւ ասում եք թող Նիկոլ լինի մենք ոչնչանանք։ Սա սարսափելի է։ Ավելի սարսափելին այդ չէ։ Ամենասարսափելին այն է, որ ամբողջ աշխարհը այսօր զինվում է, պատրաստվում է։ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որ իր կայացած բանակը ոչնչացրեց։ Միակ երկիրն է, որ իր կայացած բանակը ոչնչացրեց։ Գիտեք, ես բերել եմ մի քանի թվեր, բայց մինչև այդ թվերը բերելը, ուզում եմ անդրադառնալ, որ 2022-23 թվականներին Զորակոչքի տարիքի հասած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բանակ է զինված ուժերը զորակոչվել 31 անգամ 4%, 31.4%։ Այսինքն 70%-ը բանակ չի զորակոչվել։ 2024 թվականին զորակոչական տարիքի հասած բնակչության 35%-ն է զորակոչվել։ 65% չի զորակոչվել։ Եվ այդ նայում ես բանակից ազատվածների կենսագրությունները բոլորը քպայական են։ Բոլոր այսօրվա իշխանության ներկայացուցիչների որդիներն են, եղբայրներն են, զավակներն են կամ բարեկամներն են։ Լավ, հասկացանք, ձեզ բանակ պետք չէ, բայց թուրքը որ եկավ չի տեսակավորելու։ Հասկանում եք։ Այսինքն դիտավորյալ բանակը ոչնչացնում են։ Դիտավորյալ։ Եվ բերեմ օրինակներ։ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ունեցել են 85,000 զինծառայող։ Ներեցեք, 95,000 զինծառայող, որովհետև այն ժամանակ ոստիկանության զորքերը նույնպես զինված ուժերի մեջ էին մտնում եւ 90,000 զինծառայող ունեցել զինված ուժերը։ 90,000, ուշադիր լսեք։ 85,000-ը եղել է Պաշտպանության նախարարության ենթակայության զորքերը եւ սահմանապահ զորքերը։ Այդ ժամանակ Ադրբեջանն ունեցել է 95,000, այսինքն ընդամենը 5,000-ով ավել է եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թվակազմով, ընդամենը 5,000։ 2025 թվականի տվյալներն են բերում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 47,500 են, որից Պաշտպանության նախարարության կազմում ընդամենը 40,000։ 5,000 դրանք աշխարհազորն են, 5,500, 2,000 սահմանապահ զորքեր են։ Այսինքն Պաշտպանության նախարարությունը կրճատվել է 50%-ով։ Պատկերացնում եք։ Պաշտպանության նախարարությունը կրճատվել է 50%-ով։ Նույն ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 126,000 են դարձել։ 126,000 այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերից համարյա 3 անգամ ավելացել են։ Այն դեպքում, որ 17 թվականին մարտական տեխնիկայի, թվակազմի, պատրաստվածության եւ պատրաստականության հարցերով Հայաստանի Հանրապետության բանակը մի քանի անգամ ավելի հզոր էր, քան Ադրբեջանի բանակը։ Այդ թվում Հայաստանի Հանրապետության բանակը ունի 109 տանկ, Ադրբեջանի բանակը ունի 497 տանկ։ Համարյա 5 անգամ ավել։ Ուր են գնացել Հայաստանի Հանրապետության տանկերը։ Ուր մնացին այդ տանկերը։ Այդ որ գոռում եք նախկինները թալանել են բանակը, նախկինները ոնց են 450 տանկ պահում։ Ուր են այդ տանկերը։ Այդ թալանի մեջ այդ ինչի Ալիևը զարմացա, որ 8 միլիարդի զենք միայն Ղարաբաղում կար։ Հարցնում էր որտեղից ձեզ այդքան զենք։ Եվ Հայաստանը օրինական պաշտոնապես միայն 2 միլիարդի զենք զինամթերք է գնել այդ տարիներին, 30 տարվա ընթացքում։
Դուք հասկանում եք ինչպեսի հզոր պետականություն եւ պաշտպանություն են ստեղծել նախկին իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ինչպեսի արագությամբ Թուրքի հրամանով ինչպես այս իշխանությունները ոչնչացրեցին այդ հզորությունը ինքնաթիռներ Ադրբեջան 3 անգամ ավելին է Գրադ կայանքները BM-21-երը որոնք ասում են չէ կատյուշաները այդպես ասած Հայաստանն ունի 100, Ադրբեջանն ունի 268։ Հրանոթներ Հայաստանն ունի 285, Ադրբեջանն ունի 848։ Պատկերացնում եք 3 անգամ ավելի։ ՀՄՄ-ներ Հայաստանն ունի մոտավորապես 300, Ադրբեջանը 2000։ Այ ինչպեսի ռազմատեխնիկական առավելություն են ստեղծել եւ ինչպես է մեր ազգային անվտանգությունը Նիկոլ Փաշինյանը ոչնչացել դրա համար կապիտուլյացիայի թուղթ են ստորագրում որովհետեւ իրենք գիտեն որ իրենք ոչնչացրել են Ալիևը պահանջում էր հայոց բանակի ոչնչացումը ինչպես ժամանակին Աթաթուրքն էր պահանջում հայոց Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացումը, բանակի ոչնչացումը եւ Ալեքսանդրի պայմանագրով 9000 զորք թույլ տվեցին Հայաստանունները։ Այսօր Ալիևը թույլ է տվել 30000 ունենալ եւ այսպիսի քայլերի միջոցով զորակոչիկներին բանակ չկանչելով 1.5 տարի դարձնելով բանակի ծառայության ժամկետը նրանք փորձում են իջեցնել 30000-ի ոչ մարտունակ բանակի մակարդակի Դուք հասկանում եք այսօր, երբ 17, 16, 17 թվականին մենք համակայլ կարող ենք պատասխանել Ադրբեջանին ռազմաստրատեգիական բոլոր գործողություններին, այսօր մենք ոչինչ չենք կարող անել։ Եվ խաղաղությունը այս դավաճանների միակ փրկությունն է։ Եվ փորձում են, իրենց իշխանությունը պահելու համար չեն հասկանում, որ այսօր խաղաղ է թուրքը, մինչև 15 թվականներ էր թուրքը խաղաղ, վաղը կարող է թուրքը հայի մորթել, և թուրքական ծրագիր երբեք չի վերացել, և այս պայմաններում քպայականները շարունակում են թալանել երկիրը, ես հիշում եմ, որ բոլոր Էրեբունի Երևան միջոցառումները ոչ թե կասկածելի վարքի բարքի տեր արտիստների թռվռոցով էին սկսվում, այլ սկսվում էին Արգիշտի առաջային կերպարով Էրեբունու ամրոցի տարածքից։ Բայց գիտես ինչու այս տարի Էրեբունին ոչ մի միջոցառում չարվեց, որովհետև Էրեբունու փողոցի ասֆալտը վերջին 8 տարիների այս իշխանություններով 5-րդ անգամ ասֆալտապատվում է։ 550,000 թե 650,000 դոլար է տրամադրված, որպեսզի 3 սանտիմետրանոց կարգին ասֆալտը քերեն ու 3 սանտիմետրանոց ասֆալտ փռեն, որի արժեքը 100,000 է, բայց 450-550,000 դոլար լափում են այսօրվա կոռումպացված նիկոլական իշխանությունները։ Եվ ասեմ ձեզ, 3.5 միլիարդ դրամ ասֆալտի բարեկարգման փող է տրամադրված Ավինյանի նման համբալի որդու կողմից, որի 60-70%-ը առերևույթ կոռուպցիա է։ Ով չգիտի, որ նման հսկայական գումարներով եւ այդ գումարները օրինականացնելու եւ թալանելու համար այստեղ արդեն իշխանության ամբողջական իշխանության կոռուպցիան է, այստեղ գործ ունեն նաեւ վերահսկող մարմինները, դատախազությունը, բոլորը այդ կոռուպցիայից մեջ թաթախված են։ Եվ ահա թե ինչու Ավինյանը տուն է կառուցում Սևանի ափին մոտորապես 500-600,000 դոլարանոց, թե որտեղից նրան այդ փողերը իր համբալ հայրն էր այդ աշխատել, թե համբալիչներ աշխատել, որտեղից այդ փողերը նման։ Երբ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում Սերյան Օհանյանը քեզ դու ինչ իրավունք ունես Սևանում առանձնատուն ունենաս, Սերյանը եթե այս աշխարհում ինչ-որ մեկը իրավունք ունի, հաղթանակած գեներալ,
իր ոտքը կորցած գեներալ Սեյան Օհանյանը իրավունք ունի ամեն տեղ ունենալ առանձնատուն եւ ոչ թե Համբալի որդի Ավինյանի նմանները, ովքեր 500-600 հազար դոլարանոց տներ են կառուցում երկու ժողովրդի խեղդուն ու բարաշենի ծխի մեջ այո սպանում այդ հոտով այդ ծխով այդ ծխով ես երևույթում եմ ապրում ամեն օր այդ ծուխը հասնում է ինձ իմ քիմքին դե Ավինյանը 2 միլիոնանոց դոլարանոց տուն է առել եթե չեմ սխալվում Արաբկիրի շրջանում այդ մասին ցույց տրվեցին քաղաքական գործիչները ընդ որում քաղաքապետարանի պատգամավորները ցույց տվեցին այդ տունը դե այդպես պետք է լինի Ես ուզում եմ ասել, այդ կոռուպցիայից են մերժում, վերջերս ես լսում եմ Փամբուխչյան անունով քպայական այդ թուրքական ապրանքներից մեկի անդադ ելույթները եւ չգիտես ինչու հանկարծակի YouTube-ը բերեց իր անվան դիմաց բերեց մի հետաքրքիր փաստ։ Պարզվում է, որ Փամբուխչյանի թոշակառու հորը 1.5 միլիարդ դրամ վարկ են տրամադրել։ Ես բանկից հետաքրքրվեցի 1.5 միլիարդ վարկի դեպքում ամսական որքան է մուծումը կազմում այդ վարկի սպասարկման։ Ասին, որ 1.5 միլիարդի դեպքում, եթե 1% վարկի մարման, ապա ամենաշատը 10 միլիոն դրամից ոչ պակաս։ Փամբուխչյան, քեզ ու հորդ, որտեղից ամսական 10 միլիոն դրամ, որ դուք մուծում եք վարկի սպասարկում։ Սա կոռուպցիա չէ, առերևույթ կոռուպցիա է։ Եվ դրա համար Փամբուխչյանի նմանները պետք է նախկիններին քննադատեն եւ գովերքեն իրենց դավաճանական իշխանություններին։ Սուքիասյան Խաչատուրը, բարաբես Սուքիասյան Խաչատուր սպիտակ բան կա թափած գլխիդ, մածուցիկ նյութ։ Ուշադիր եղի, երբ դուրս ես գալիս խոսելու, ասում է ժողովուրդ մի սեկունդ դիմադիներին, մենք 7 տարին քիչ ժամանակ է։ Մենք դեռ պետք է կերտենք պետություն, հզոր բանակ ենք ունենալու։ Ոնց ես հզոր բանակ ունենալու, եթե 7 տարվա ընթացքում ոչ մի զենք զինամթերք չես գնել, եւ բանակը 50%-ով կրճատել ես։ Ես բերեցի, երբ 500 տանկից մնացել է 100 տանկը։ Եվ հրանոթների եւ ՀՄՄ-ների թվով թուրքերը մի քանի տասնյակ անգամ ձեզնից շատ են արդեն։ Դուք ոչնչացրել եք։ Այդ հավասարազոր մարտաստրատեգիական հավասարակշռությունը, որ ուներ Հայաստանը եւ Ադրբեջանը, դուք առավելություն տվել եք Թուրքին, եւ դեռ հզոր բանակից եք խոսում։ Դուք ասում եք տնտեսություն, հզոր տնտեսություն պետք է ունենանք, եւ պետական պարտքը 14 միլիարդ 150 միլիոն եք դարձրել, եւ դեռ խոսում եք ուրիշ բաներից։ Դու չէիր, որ ասում են 1 միլիարդից ավելի փող կա մեր ռեզերվում, այն դեպքում, որ 400 միլիոն էր ընդամենը։ Այն էլ պետական պարտքի համար սպասարկման համար հավաքված։ Այսօր միայն Հայաստանի Հանրապետությունը միայն արտաքին պարտքի սպասարկման համար 800 միլիոն դոլար է հատկացնում։ Ներքին պարտքի սպասարկման համար 1 միլիարդ է հատկացնում։ Դուք խոսում եք տնտեսության հզորությունից, արդյունաբերությունից, այ ոչնչություններ։ Խաչատուր Սուքիասյան, երբ դու հասկացանք, որ այս իշխանությունների օրոք Սուրմալիում սպանություններ կազմակերպվեց եւ դու այնտեղ տներ ես կառուցում։ Մինչեւ հիմա ապշում է, որ քրեական գործի քննիչները փորձագիտական եզրակացության չեն հանգել Սուրմալիում տրատիլ պայթյուններ, թե չինական պիտարտների պայթյուններ։ Եվ ես բերել եմ այստեղ օրինակ, թե հրավառ նյութերի պայթյունը ինչ ձևով է լինում, տրատիլ պայթյունը ինչ ձևով է լինում, եւ նրանք նման չէին։ Խաչատուր Սուքիասյան, դու չես ամաչում նման հայտարարություններ ես անում։ Մենք մեղավոր չենք, նախկինները դե լուծող եք Ղարաբաղի հարց լուծեիք, բա լավ, եթե դու չէիր կարող լուծել, ինչու հրաժարական չտվար։ Ես բերեմ 21 թվականի ելույթը քո, որ երբ հրապարակում դու քո շիզոֆրենիկ ղժղժան ձայնով ասում էիր, փող են նախկին իշխանությունները, 5-րդ շարասյունը, փողեր են ծախսում, կայքեր են բացում,
որպեսզի ասեն, որ մենք եկել ենք Արցախը հանձնելու համար, մենք եկել ենք Արցախը Հայաստան է, մենք եկել ենք հզորացնելու Արցախը։ Ստում է իր տականք։ Չէ՞ որ դու հայտարարում ես, որ Արցախի բանակցությունները զրոկետից դու ես անում։ Ինչու անկարծես որ բանակցությունները մեղավոր եղան։ Ասեմ ձեզ, սիրելի հայ ժողովուրդ, Արցախյան բանակցությունների բոլոր բանակցողները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից բխող են եղել։ Եվ որպեսզի այս տականքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերջնականապես թաղի, անգամ Մինսկի համանախագահների խումբի լուծարման դիմումը ինքն է ներկայացրել միջազգային կառույցներին, որպեսզի այն լուծարեն, որովհետև այդպես է թելադրել իր տերը Ալիևը։ Եվ եթե այսօր որևէ հայ կա, ով այս տականք Նիկոլին պաշտպանում է, ուրեմն նա Ալիևի շունն է, ոչ ավել, ոչ պակաս, որովհետև շան պաշտպանողը ինքը շուն է։ Ինչ եղավ 2021 թվականի 18 թվականի հունիսին 211 միլիոն դոլարի փոխանցման պատմությունը, երբ ադրբեջանական կենտրոնական բանկից փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։ Ես ինչու եմ հաճախ այդ թվերը հնչեցնում, որովհետև այդ թվերը շատ մարդիկ այդ թվերը չգիտեն։ Երբ ես մարդկանց հետ զրույց եմ անում, օրինակ Սյունիքում, Վայոց ձորում, Երևանում, ասում դուք գիտեք, ասում չէ, ձեր բան ո՞նց կարող է 18 թվին այդ ձեր բան լինի։ Ես ասում եմ միջազգային բանկի հաշվետվությունն է։ Ասում են չի կարող պատահի այդպիսի բան լինի։ Այդ որ Նիկոլ Փաշինյանին հարց են տալիս, ասում են միջազգային դատարանը հեցի կարգավիճակի փոփոխությունը լուծարել է եւ Հայաստանի Հանրապետության դեմ որոշում է կայացնել, ասում են ով է այդպիսի բան ասել։ Ով է այդպիսի բան ասել։ Հիմա այդ է։ Ինչ ճիշտ է, ասում են ով է այդպիսի բան ասել, ով է այդպիսի բան ասել։ Բոլորն են ասում։ 211 միլիոն դոլարը ինչ որտեղ է կողը Նիկոլ։ Ուր է գողացը։ Եվ ես ուզում եմ բերել Նիկոլի թալանից։ Զատուլինը հայտարարել է, որ 5 միլիարդ դոլար Նիկոլ Ալիևը քեզ փող է տվել Արցախը վերցնելու համար։ Բայց Արցախը իրոք տվել ես Ադրբեջանին, դու ես տվել։ Հայ ժողովուրդը չի տվել։ Դու 20 թվականին կոտորել ես 5000 հայի եւ ինքդ ես խոստովանել, որ դա այդպես է։ Վախեցրել ես հայ ժողովրդին նոր արհավիրություններով։ Բոլոր ընդդիմադիրներին քրեական գործեր ես հարուցել, նստացրել ես, ոստիկանապետություն ես ստեղծել, որտեղ մի փոլ լափի համար այսօրվա ոստիկանը իր հայրենիքն ու իր մորը կվաճառի, ստեղծել ես այդպիսի մթնոլորտ եւ Արցախը տվել ես Թուրքին 5 միլիարդով։ Դուք չէիք ասում, որ Զանգեզուրի միջանցք այդպիսի բան չի լինելու։ Հիմա Թրամփի միջանցք ես ասում ու դրանով քեզ թվում է թե ինչ որ բան փոխվել է։ Վերջերս ես լսեցի ծովակալ YG, թուրքական այդպիսի մի ծովակալ կա, որը հիմա զբաղվում է քաղաքական գործունեությամբ, նա Էրդողանի մտերիմներից է եւ բերեց Զանգեզուրի միջանցքի ամբողջ պատմությունը, Զանգեզուրի միջանցքի համար պայքարել է Աթաթուրքը։ Այն ժամանակ Գարեգին Նժդեի նման հերոսը եւ Միասնիկյանի նման հայը կարողացան Զանգեզուրը պահել հայկական։ Կարողացան Զանգեզուրը պահել եւ կտրեցին թուրքերին։ 1972 թվականին թուրքերը Իրանին տվել են 15 անգամ ավելի տարածք, որպեսզի վերցնի Իրանից այն տարածքը, որը իրենց սահմանակից կդարձնի Նախճիվանին 72 թվականին։ Եվ YG-ն քայլ առ քայլ ներկայացնում էր, որ ինչպես են Նախճիվանը ճանաչել Ադրբեջանը, դա Աթաթուրքի միակ պահանջն է եղել։ Ինչպես են Նախճիվանը դարձել ադրբեջանական, ինչպես են Արցախը դարձել ադրբեջանական, դա Աթաթուրքի ծրագիրն է եղել, որը իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ուզում ես արա։ Թրամփի ճանապարհ դիր անունը, Պուտինի ճանապարհ դիր, Ալիևի ճանապարհ դիր, Ադրբեջանում Ալիևի ճանապարհ են դա ուզում հռչակեն։ Իլհամ Ալիևի ճանապարհ են ուզում հռչակեն։ Թուրքը այդ տեղից միանում է
միջինասիական թուրքական երկրներին, միանում է Ադրբեջանին, կտրում է Հայաստանից եւ համաձայն այդ համաձայնագրի այն լինում է, այն ամբողջովին անցնում է ամերիկյան պետական իրավասության ներքո։ Եվ ամերիկացիները ցանկացած պարագայում, ցանկացած առիթով կարող են այդ ճանապարհը փակել հայերի առաջ։ Կարող են Իրանի հետ Հայաստանի Հանրապետության կապը կտրել։ Այդտեղ չի գործելու Հայաստանի որևէ օրենք։ Չի գործելու Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրություն։ Սահմանադրական կարգ անգամ չի գործելու։ Եվ համաձայն այդ համաձայնագրի Ամերիկան կարող է այդտեղ ունենալ իր ռազմական ներկայությունը։ Ոչ պետական մակարդակով, այլ մասնավոր ռազմական կառույցների մակարդակով, որոնք ենթարկվում են հատուկ ծառայություններին եւ պետական պատերազմի նախարարության այսօրվա Ամերիկայի։ Եվ Նիկոլի եւ նիկոլականների այդ կապիկությունները, որ մենք Զանգեզուրի միջանցք չենք տվել, դա այսպես, դա այնպես, վերջնական արդյունքում այն ճանապարհը մերը չէ։ Վերջնական արդյունքում այն ուրիշի իրավասության ներքո է։ Նիկոլական թալանից նաև մի հատված բերեմ։ Քաջանի կոմբինատը վերջին տասնամյակներում Հայաստանի առաջին հարկատուն էր։ Այսօր երբ պղինձն ու մոլեբդինը թանկացել են աշխարհում 3 անգամ, Քաջանի պղնձամոլորյան կոմբինատը հարկատունների շարքում 5-րդն է, որովհետև Նիկոլը թաթ դրել է այնտեղ։ Ոչխարների խումբ, որ ձեզ խաբել էին, որ այդ Սերժ Սարգսյանն էր, Ռոբերտ Քոչարյանն է, բա ինչու Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը այդտեղ մի հատ արժեթուղթ չունեին, այսօր Նիկոլը ունի 12% արժեթուղթ։ Աննա Հակոբյանն է միայն խտանյութը կրում իր մեքենաներով եւ ամսական $900,000 եկամուտ է ստանում։ Համաշխարհային պոռնիկը այսօր Հայաստանի Հանրապետության ամենամեծ տնտեսական թալանչին է։ Մեսելինան այդքան ամբարո, այդքան վարկանիշային ցածրություն չուներ, ինչքան ունի Աննա Հակոբյանը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ 900,000 Ինչ եղավ Կատարից բերած 24.5 միլիոն դոլար արժողությամբ ասաները փչացած ժանգոտած։ Ով դատվեց դրա համար Նիկոլ։ Ուր է կորել Ռուսաստանին փոխանցված $400 միլիոն, որը պետք է հոբ միջոցներ եւ թռչող սարքեր գնեին Ռուսաստանից, որոնք դուք մասխեցիք եւ դրա փոխարեն 400 ինքնաթիռ կոնսերվայի բանկա բերեցիք առանց հրթիռների եւ պատերազմի ժամանակ մենք հոբ միջոցների եւ հրթիռների ինքնաթիռների պակասության պատճառով չկարողացանք օդում գերիշխանություն ունենալ։ Ուր են այդ փողերը։ Ուր են այդ փողերը։ Որտեղից Աննա Հակոբյանին 1.9 միլիարդ եվրո փող, որ Դավոսում փորձել է արժեթղթեր գնել։ Այդ մասին կա Կոմերսանտում, մեդիայում կա հրապարակումներ, եղել է Եվրամիությունում է եղել գաղտնի զեկույց առերևույթ հանցագործության եւ կոռուպցիայի Հայաստանի առերևույթ հանցագործության եւ կոռուպցիայի վերաբերյալ։ Ինչ եղավ դա։ Ինչ եղավ։ Այդ որ մամուլում լույս տեսա, որ 1.5 միլիարդ դոլարանի բանկ է գնա Ամերիկայում, ինչ եղավ դա։ 4 միլիոն դոլարանոց տունը, 17 միլիոն դոլարանոց տունը Կանադայում, որ ես նախորդ իմ ելույթում, որտեղից այդ փողերը քեզ, Նիկոլ Փաշյան։ Ուր է 44 օրյա պատերազմում հայ ժողովրդի կողմից հավաքված 150 միլիոն դոլարը, որը կորա փոխանցվեց պետական բյուջե եւ պետական բյուջեից անհետացավ այդ փողը։
Հետո դու ստախոս ոչնչություն, մանիպուլյատոր ստախոս հայտարարեցիր, որ միջազգային աուդիտ է եղել եւ միջազգային աուդիտը գտել է, որ դա ճիշտ է ծախսվել։ Միջազգային աուդիտը 5 օր հետո հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում ինքը աուդիտ չի իրականացրել։ Իհարկե ես հասկանում եմ, որ կան անուղեղ ոչ հայ ոչնչություններ, ում համար Նիկոլի սուտը ավելին է, քան ճշմարտությունը եւ իր ազգի հպարտությունն ու գոյությունը, բայց ուզում եմ այդ անուղեղ ոչնչություն նիկոլականներին ասել։ Ձեր ոչնչությունը, ձեր անուղեղությունը եւ զոմբիությունը մի ամբողջ ազգի տանում է կործանման։ Եղերնի ժամանակ առաջինը դավաճանները ոչնչացվեցին։ Ուր է 2 միլիարդ դոլար շահույթը, որ օֆշոր է փոխանցվում, Վիվարոն է այդ շահույթը, օֆշոր է փոխանցվում, եւ ով է այդ շահառուն։ Ըստ օդում պատտվող լուրերի եւ ըստ մարդկանց համոզմունքի եւ կարծիքի, դա Նիկոլ Փաշինյանի ամեն տարվա շահույթն է, որ դրել է Վիվարոների վրա։ Այնտեղ իհարկե ուրիշ անուններ են նշվում, ես չեմ ուզում տարածվել։ Բայց ուզում եմ հայ ժողովրդի իմանաք, որ Վիվարոներից միայն 2 միլիարդ դոլար թալանվում է ամեն տարի եւ այն փոխանցվում է օֆշորներ անհայտ հաշիվների եւ անհայտ օգտատերերի հաշվի համարների վրա։ Հասկանում եք։ Ես ուզում եմ նաև թանկացումների մասին խոսել, որից հետո կպատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն ցեմենտի արտադրությունը նվազել է 10%-ով, գինու արտադրությունը 31%-ով, կոնյակի արտադրությունը 20%-ով, գյուղմթերքների արտադրությունը 30%-ով է կրճատվել։ Արդյունաբերությունը կրճատվել 12%-ով։ Եվ ասում են 5% տնտեսական աճ է լինելու։ Գիտեք ինչ է հաշվին է լինելու։ Հարկերի, տուրքերի, տուժերի բարձրացման հաշվին։ Փող են հավաքում տուրքերի եւ ասում են, գիտես չկա, տնտեսությունը զարգացել է, որովհետեւ անցած տարի հաշվում են եւ մեկը ասում է, գիտես ինչ կա, պետբյուջեն դարձել է 8 միլիարդ Նիկոլը 2 միլիարդից։ Այո, դարձել է։ Քեզ նմաններին թալանելով է դարձրել։ Ոչ թե նա 1000 շիշ ջերմուկի փոխային 5000 շիշ է արտադրել, վաճառել եւ հարկ մուծել տնտեսություն զարգացել, այլ պարզապես 150 դրամանոց ջերմուկը այսօր վաճառվում է 250 դրամ։ Ուրիշ ոչինչ։ Եթե դու առաջ 10000 դրամ էիր, գույքը հարկ մուծում տան համար այսօր մուծում ես 100,000 դրամ։ Դրա հաշվին է։ Դրա հաշվին, ուղղակի դրա հաշվին։ 20 միլիարդ դրամ միայն ամեն ամիս։ Ավել փող է հավաքվում միայն տրանսպորտի սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի բնակիչներից։ Եթե առաջ 2 միլիարդ էր հավաքվում, 3 միլիարդ էր հավաքում, հիմա 15-ից 17 միլիարդ ավել է հավաքվում։ Ոչ թե վարչարարության լավության պատճառով, բառապես ուղղակի թանկացումների միջոցով։ Ուղղակի թանկացումների միջոցով։ Դա տնտեսական աճ է։ Իհարկե ոչ։ Հացը թանկացել է 5%-ով, կարտամտերքը 8%-ով, հայ միսը 10%-ով, միսը 8%-ով, մկեղենը 21%-ով, բանջարեղենը 30%-ով, երշիկեղենը 10%-ով, խմիչքները 5%-ով, դեղերը թանկացել են 18%-ով, ատամնաբուժական սպասարկումը 20-ից 25%-ով։ Վերջերս մի ատամնաբուժի համար ասացի առաջ սրսկումով ատամը հանում եք 4000, հիմա 5000, ասել հարկային այնպեսի բեռի տակենք, որ մենք պետք է ասան ենք, ասես եւ ընդհանրապես մեր սպասարկումը, մեր ծառայությունները 20-ից 25% թանկացել են հարկային բեռի պատճառով։ Նույնը բժշկական ծառայություններն են թանկացել։ Եվ դա
անում են իբր թե դեմոկրատ, հա ուսանողներ, որոնք ամոլ եզի նման լռեցիկ եւ երկիրը կործանված էին պատճառել։ Տեսակ կրթության, բարձրագույն կրթության մասին օրենքով ինչ արված, ուսուցիչ խորհուրդները դադարում են գոյություն ունենալ, դրանք ոչինչ են այլևս այդ ուսուցիչ խորհուրդները։ Որևէ ազդեցություն համալսարանի բարձրագույն կրթական համակարգի գործունեության վրա այլևս չունեն։ Ուսուցիչներ, որ հերոսների նկարները հանեցին պատերից լռեցիկ, ինչ շահեցիք։ Հայ միջելուց ասեմ, Նիկոլը հանճարեղ քայլ է արել։ Ոչ միայն առաջի դասարան Այբենյանից հանել է Մեսոպ Մաշտոցի նկարը, ոչ միայն հայկական Այբուբենը հայտարարել է եթոպիական, ոչ միայն ստորացրել է մեր ազգին, մինչև վերջ, այ անուղեղ ոչնչություններ, ովքեր Նիկոլ եք պաշտպանում, հասկանում եք հայ ժողովրդի միակ նվաճումը դա Այբուբենն է եղել։ Այդ ոչնչությունը հայտարարեց ոչ հայկական Այբուբենը, կասկածի տակ դրեց, և դուք դեռ Նիկոլ եք պաշտպանում։ Հայոց լեզվի ժամերը 4 ժամից կրճատվել է 7-ից 12-րդ դասարանում, դարձել է 2 ժամ, 50%-ով կրճատվել են հայոց լեզվի ժամաքանակները։ Դուք հասկանում եք դա ինչ ծանր հարված է։ Մենք այլևս ազգ չենք, դարձել ենք նիկոլական աղբ, ծաղրի առարկա ամբողջ աշխարհում։ Ծաղրի առարկա ամբողջ աշխարհում։ Նա այնքան ոչնչություն է, որ Թրամփին մոտենում եւ հարցնում է. Ես Հայաստանի վարչապետն եմ, ինձ հիշում եք։ Աննասունություն, ոչնչություն, ոչնչությանց։ Այն դեպքում, երբ հպարտանում էին Թրամփի հետ, Սպիտակ տանը դիմավորեց, ժողովուրդ, եթե ազգ ես, ոտքի կանգնիր, ժողովուրդ, եթե ժողովուրդ ես, ինքնասիրություն ունեցիր, Նիկոլը ամեն ինչ ոչնչացնում է, և տնտեսությունը, որ ես ինչու այդ թվերը բերեցի, որովհետև աղքատացնելով երևանցիներին, հիմք են ստեղծում, որպեսզի թուրքական, տեսեք, ռազմական, քաղաքական, ազգային առումով մենք ստրուկ ենք արդյոք, թուրքի ստրուկ ենք, մնացել է տնտեսական առումով ստրկանանք թուրքին, և այն էլ անում են, վերջերս արդյունաբերության նախարար այդ ոչնչությունը հայտարարեց, որ թուրքական կապիտալը կհոսի դեպի Հայաստան։ Ինչու՞ չէ Հայաստանը կգնա հյուրանոց կկառուցեն Թուրքիայում։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում, երբ Արարատյան դաշտավայրում գյուղմթերքների արտադրությունը 40%-ով այս տարի 25 թվականին նվազել է, թուրքական գյուղմթերքների հոսք լինի Հայաստանում, իրենց կասկածելի որակով, գենետիկական կասկածելի որակով։ Դուք հասկանում եք ինչ կլինի։ Եվ թուրքերը գան և Հայաստանում հող ու տուն գնեն։ Այո, Նիկոլը հայ ժողովրդին վերջնականապես տրկացրել է Թուրքին, և նա նրան հաջողվել է թուրքական տերերի 300 դավաճան նիկոլականների միջոցով։ Պարոն Հովհաննիսյան, ինչպես գիտեք, այս հետապնդումները հասան նաև անհետ կորածների հարազատներին, 2 հարազատ բանտվել են և հարազատներից մեկ Արսեն Ղուկասյանի մայրը ինչ էր ասում, խնդրեմ, եթե դեռ չեք փոքր հետան, շատ կարճ, ուղղակի այս հատվածը լսեք։ Բայց դե իրոքը տենց է, հրահանգ է ուղարկված, ինքը իմ տղայի վրա ատամ ունի, ով վարչապետը, ով եք ուզում հասնեք, վարչապետը, ինչու՞, որովհետև Արսենը միշտ խոսել է, իրան դուր չի գալի, իրան դեմ են խոսում, իրան դեմ են խոսացել, անձամբ ինձ մենք հրավիրված ենք եղել, ես անցած անգամ մի անգամ եղել եմ 2 տարի առաջ ասել եմ այդ մասին, ընդունարանում ինձ ասում է, պետք է տվից վրեն գործարություն, որ խելքը գլուխը գա։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը և այսօր այդ մարդը կալանավորված է և ինչ էր ասում մայրը, ասում է մի որդուս կորցրել եմ, թորանս կորցրել եմ պատերազմի դաշտում, հիմա էլ կկվի օրն եմ ընկել, ես մի ձագիս էլ են տանում, խնդրեմ։
Եվ ճիշտ են անում, որ տանում են։ Գիտես, կա այս ժողովրդին Նիկոլը ինչ անի, այս ժողովուրդը արժան է։ Նիկոլը մի հանճարեղ բան է արել, ասել է, եթե ես ինչ-որ մի բան առնում եմ, ժողովուրդը դժգոհ է, շահառու ժողովուրդն է, թող դուրս գա պայքարի։ Մարիամ ջան, դուք տեսաք մի քանի 150 անհետ կորած, Համասի կողմից ձերբակալված, տարված հրեաների համար քանի 100,000-անոց միտինգներ եղան հրեաների բանում Իսրայելում, որովհետև ազգը իր որդիների կողքին էր։ Այս ազգը ոչ մեկի կողքին չէ։ Եվ Նիկոլը ճիշտ է անում։ Ազգի, այդ Նիկոլի բոլոր արածների շահառուն ազգն է։ Եթե Նիկոլն ասում է Արարատը մերը չի, ճիշտ է ասում, որովհետև ազգը չի դուրս գալիս ասում, հա, փողոցում ասում են այդ անասունը, այդ շիզոֆրենիկը, ես խելագարը, բայց դրանից ոչ չի փոխում, Նիկոլը այդ անասունը, շիզոֆրենիկը, խելագարը մեր ազգին տանում է կործանման։ Իհարկե ցավում եմ դրա համար, ցավում եմ մեր 26 որ դատվում են այսօր իրենց համար, մեր 253 անհետ կորածների համար եմ ցավում։ Մի երկիր, որը 44 օրա պատերազմում զոհեր է ունեցել, մինչև այսօր պետականորեն չի հայտարարված ինչքան զոհ ենք ունեցել։ 10,000 զոհ ենք ունեցել, 12,300 զոհ ենք ունեցել, բայց ոչ ոք այդ մասին չի հայտարարում։ 5,000, ոչ, 12,700, 11,000 վիրավոր, որից 3,000-ը հաշմանդամ են դարձել։ Եվ ազգը լռում է։ Ուրեմն Նիկոլը սխալ չէ։ Նիկոլը իհարկե իր պատասխանը տալու է։ Ոչինչ չի փրկելու Նիկոլին եւ նիկոլականներին։ Ոչինչ չի փրկելու։ Բայց այս կնոջ ցավը բոլորդ եք զգալու հայ ժողովուրդ։ Լափի համար ազգին մոռացած, ազգը ուրացած ժողովուրդ, դուք բոլորին եք բանանելու։ Մեր թաթայի համերգի համար հավաքվում եք, քեֆ ենք անում, լավ ենք անում, Արցախը տվել եք քեֆ եք անում, իշխանասարը տվել եք քեֆ եք անում, անհետ կորածներին բերել եք քեֆ եք անում, 105 ճանաչված մասում կունեք դիահերձարաններում քեֆ եք անում, դե արեք քեֆ։ Դե արեք քեֆ։ Ու սպասեք Թուրքիա թաղանին։ Հերոսներին դատող ժողովուրդ քեֆ եք անում, Մանվել Գրիգորյան սպանած ժողովուրդ, Աշոտ Մինասյան դատած ժողովուրդ դուք քեֆ եք անում, դե քեֆ արեք։ Մանվել Գրիգորյան Աշոտ Մինասյան չկան արդեն, որ ձեզ պաշտպանեն։ Նիկոլականները փախչելու են։ Դուք եք մորթվելու Թուրքից։ Եթե ձեզ թվում է 21-րդ դարի թուրքը 1915 թվականի թուրքից տարբերվում է մի բանով ավելի դաժան ու ավելի հայատացի 21-րդ դարի թուրքը։ Հիշեք դա։ Եվ երկրում էս խայտարակ մթնոլորտը, որ տիրում է, եկեղեցում են մարդ սպանում, դաշտում են մարդ սպանում, եւ այդ Արամուսի, այդ ամուսինների սպանած մարդը պարզվում է, որ եւս 2 հոգու է սպանել նույն օրը, սարսափելի վիճակ է, խնդրեմ։ Դե մենք ունենք 30,000-ից ավել ոստիկան, որոշ տվյալների 32-36,000, այսինքն համարյա նույնքան որքան բանակ ունենք, եւ 36,000 ոստիկանները, ես մոտավոր թիվ եմ ասում, միայն Նիկոլի հետույքը եւ Նիկոլի աթոռը պաշտպանելու համար են մտած։ Անցեք Երևանի հրապարակով եւ փողոցներով եւ տեսեք, որ բոլորը Նիկոլի համար են կոչված։ Հասկանում եք։ Ոչ կոմպետենտ, մասնագիտական ունակություններ չունեցող, սուրճ խմող քացիկներին բերում են դնում են բարձրագույն պաշտոնների եւ այդ քացիկների ինտելեկտուալ, մտավոր, մասնագիտական կարողությունները չեն բավականացնում օպերատիվ լուրջ աշխատանքների համար։ Նրանք միայն սպասում են, թե ինչ են հրահանգելու իրենց, որպեսզի զոր կհանեն ժողովրդի դեմ հանուն Նիկոլի համար։ Եվ ես ասեմ, լինելու ավելի սարսափելի, երբ քաղաքական գործիչներին մեկուսացնում են, պայքարող մարդկանց դատում են, ժողովուրդը զրկվում է,
բարոյական հենքից։ Երբ սրբազաններին դատում են եւ ժողովուրդը լռում է, երբ մեծ բարերար գործին դատում են եւ ժողովուրդը լռում է, այդ ժողովուրդը դանակահարության է արժանանում։ Ժողովուրդ ոտքի կանգներ, մաքրիր քո հոգին եւ քո տարածքը, քո շրջապատը, քո հայրենիքը, քո պետությունը Նիկոլից եւ նիկոլական տականքներից։ Մաքրիր